Այսօր տեխնացուները տալիս են իրենց մի պարզ հարց, արդյոք ես պատկերացնում եմ ինձ տվյալ ընկերությունում եւ երբեմն պատասխանը ոչ եւ դրա պատճառով բոլոր ջանքերը, որը գործադրում է ընկերությունը տվյալ տեխնացուին ներգրավելու համար, հավասարում են գրեթե 0-ին։ Այսօր տեխնացուները ընտրում են գործատուի բրենդը հենց այն պատճառով, որովհետև իրենք ընտրում են ոչ միայն աշխատավարձ, այլ ընտրում են նաև մթնոլորտ, մշակույթ եւ ինչպիսի կարիերա իրանց սպասում տվյալ ընկերությունում։ Թույլ գործատուի բրենդը բերում է երկար ու թանկ հավաքագրման, բարձր հոսունության եւ ցածր ներգրավվածության աշխատակիցների կողմից։ Բայց ամենակարևորը ընկերությունը կորցնում է լավագույն տեխնացուներին, դեռ մինչև հարցազրույցների փուլը, որովհետև պարզապես տեխնացուները չեն ընդունում տվյալ բրենդը։ Սա պարզապես ոչ թե HR-ի խնդիրն է, այլ բիզնեսի աճի սահմանափակում։ Employer branding-ը պետք է դիտել ոչ թե որպես արշավ, այլ որպես համակարգ։ Սկսել պետք է իրական փորձից, թե ինչ է զգում մարդը ընկերության ներսում, եւ ամենակարևորը ընկերությունը պետք է դուրս գա փակ շրջանակից։ Ուժեղ employer brand-ը ձևավորում է ոչ թե ընկերության ներսում, այլ ընկերության պատերից դուրս եւ ընկերությունը պետք է դուրս գա բաց հարթակներին եւ մտնի երկխոսության մեջ թե հանրության հետ, թե իրենց ապագա աշխատակիցների։